Համայնքային արվեստը որպես այդպեսին ունի իր առանձնահատկությունները։ Դու արվեստագետը իրավունք չունի պարաշուտով իջնելու այնտեղ եւ սկսի ինչ որ պարտիզանական կամ դիվերսանտի գործունեություն ծավալել։ Արվեստագետների, ծրագիր ստեղծողների, ծրագրի կառավարիչների հիմնական գործիքը դա մարդկանց հետ խոսելն է, մարդկանց հետաքրքրությունները պարզելը, այսինքն հետազոտություն մի կողմից անցկացնելը, մյուս կողմից իրենց շնորհքը բերելը, որովհետև հետաքրքրությունները կարող է լինել այնպիսին, որ արվեստագետի նպատակը լինի, որ բարձրացնել դա, փոխել այդ հետաքրքրությունները, այսինքն այդ հետազոտության հիմքի վրա ստեղծվող գործերը իրենք պետք է մի կողմից անսպասելի, բայց միաժամանակ հետաքրքիր, բաց լրացնող լինեն համայնքի կյանքի բնակիչների համար։ Չպիտի գան կոտրելու մի կողմից իրենց մոտ կայուն սկզբունքները, արժեքները, մյուս կողմից բացելու բաներ, մտածելու կամ ոգևորվելու, հիանալու հնարավորություններ, տեղեր, որոնք որ չեն դիպչում իրենց այդ սկզբունքներին։ Հակառակը գուցե լրացնում են եւ զարգացնում են այդ սկզբունքները։ Ինչը որ ակնհայտ չի, որտեվ համայնքային արվեստը իրականում մեզ մոտ նոր է սկսում տարածվել եւ գնում են այնտեղ արվեստագետներ, ովքեր որ, պես ասենք, կոպիտ ասած, համայնքային արվեստի մասնագետներ չեն, այլ դասական արվեստագետներ են, էլի այդպես պայմանականորեն ասած դասական, ովքեր սիրում են լինել բանի կենտրոնում, մարդկանց ուշադրության կենտրոնում։ Իսկ դա նշանակում է անել բաներ, որպեսզի ուշադրությունը գրավես, ինչը որ համայնքային արվեստի համար գյուղի համայնքի բնակիչները ոչ էլ կուզենան տեսնել ինչ որ մեկին, որ հանկարծ հայտնվել է իրանց գլխին, առանց իրենցից թույլտվություն, այդպես ասենք, պայմանական բաներ եմ ասում, վերցնելու, առանց կարծիք հարցնելու անում են գործողություններ, որոնք որ բան են, կարող են խանգարել ամեն օրվա կյանքը մարդկանց, ինքը շատ այդպես սպეციფიկ բան է։ Ինչն է պատճառը, որ ժամանակակից արվեստի այդ ուղղությունը համայնքային արվեստը գալիս է հավակնություն ունի դառնալու այլընտրանք, դա այն է, որ համայնքային արվեստը, համայնքային արվեստագետը համայնքում պիտի գտնի իր բազաները ստեղծելու հնարավորություն, իր տնտեսությունը հիմնելու։ Սա այդպես արմատական տարբերություն ունի հին, այդպես ասենք, պայմանական դասական ժամանակակից արվեստի հետ, որ հենվում է հաստատված հաստատությունների ուժի վրա, բազաների վրա, այնտեղ հաստատություններ չկան, բյուջեով տեղեր չկան, ինքը պիտի ստեղծի եւ դա դրանով էլ անկախ լինի, այլապես դասական այդպես արվեստի կենտրոնները իրենք կամ սուբսիդիայով այդպես հաստատություններ են, այդպես կայուն հաստատություններ չեն, կամ ժամանակակից արվեստը կապված է շուկայի հետ, ինչը որ Հայաստանի դեպքում էլ խնդրահարույց է, էլ չասած, որ ընդհանրապես համաշխարհային արվեստի շուկան ինքը այդպես, եթե իմ գնահատականով որակավոր է, փչացած է։ Խնդիրը միջամտության արդյունավետությանն է վերաբերվում։ Կարծում եմ, որ եթե գերարդյունավետ լիներ մինչև հիմա այնտեղ գնացած արվեստագետների որևիցե մեկի միջամտությունը, ուրեմն ինքը արդեն այնտեղ բազավորված կլներ, գտած կլներ այնտեղ մնալու եւ աշխատելու հնարավորություններ։ Իրենք պարզապես առայժմ, ինքի համար մենք դժգոհ չենք, բայց առայժմ իրենք սպառել են, եղել են օգտատեր մեր նախագծի հնարավորություններից են օգտվել այնտեղ հայտնվելով, բայց իրենց միջամտությունը չի եղել այնպեսին, որ այդպես ասենք, գյուղը իրեն ուզենար պահել, նախաձեռնությունը պետք է արվեստագետի կողմից լինի, իր առաջարկների
արձագանքն է լինում այդ բանը հրավերը։ Եթե այդ տեսակի առաջարկներ կամ միջամտություններ ինքը չի արել, չի մտածել, նշանակում չի արել։ Արվեստագետի արվեստը դառնում է ավելի պատասխանատու, տենց ասենք։ Այսինքն արձագանքում է համայնքում ձևավորված իրավիճակի սոցիալական, մշակութային, քաղաքական, տնտեսական եւ այդպես ասենք մշակութային կամ սոցիալական պատասխանատվությունը շատ բնորոշ է ժամանակակից արվեստին։ Եթե այդ պատասխանատվությունը որևէ ձևով չի դրսևորվում, ուրեմն այդքան կապ չունի ժամանակակից արվեստի հետ։ Այդ արվեստագետի, այս կամ այն արվեստագետի ժեստը ավելի մոդեռն արվեստի մեջ է, այդպես ասեմ։ Կան արվեստագետներ Հայաստանում, շատ չեմ, բայց կան արվեստագետներ, ովքեր արդեն մոտեցել են, հասունացել են համայնքային արվեստին եւ նույնիսկ իրենց գործունեությունը փորձում են կառուցել համայնքային արվեստի բնորոշ, ուրեմն բաներով նյութական ներգրավումներով, մարդկանց հետ, շրջապատի հետ խոսելու իրենց մոտեցումներով եւ նաեւ այդ ամեն ինչը բարձրացրել են կերպավորման մակարդակի եւ իրենց գործերին նայելիս կարող ես ասել սա տեղավորվում է կամ արդյոք համայնքային արվեստի շրջանակներում ծնված գործ է թե ոչ։ Շատ չեն այդ արվեստագետները, բայց կան մի քանիսը Հայաստանում այդ դրա մեջ են։ Բայց որ ասել որ մենք ունենք մի արվեստագետ, որ ամբողջովին այնց համայնքային արվեստի մեջ է եւ ինքը կարող է ներկայացուցիչը լինել, դեռևս չկա։ Այդ տեսակի բավական մոտիկ արվեստագետը գյումրեցի Ալեքսեյ Մանուկյանն է։ Աշխատելու միջոցները սրանից նրանից գտնելու, խոսելու, որ հանկարծ այս բանը չթափես, ինձ դուր, օրինակի համար եմ ասում, էլի։ Այս տեսակի ինչ որ հաղորդակցության բաների մեջ գործելու շատ կարևոր է այնտեղ որտեղ որ ապրում են եւ դուրս չեն գալիս, շատ հազվադեպ են դուրս գալիս իրենց բնակավայրից։ Ոնց որ ասենք եղել է Համլետը Հովսեփյան, թեպետև ինքը ամբողջ կյանքում կռիվ էր տալիս, կյանքի կեսն էլ երազում էր թողնել գնալ Նյու Յորք աշնակից, բայց ի վերջո հաշտվեց, համակերպվեց եւ հետևում էր կանոններին, դժգոհելով հանդերձ հետևում էր կանոններին, որ շաբաթ կիրակի պիտի գնա 7-ի ու 40-ի օր։ Իհարկե ժամանակ, տարիներ, տասնամյակներ են պահանջվում, որպեսզի հաստատես քո տեղը համայնքում։ Եվ հիմա աշնակում գիտեմ, որ տենց մեկն է եղել։ Եվ իրենց համար ավելի ու ավելի շատ մարդկանց համար հպարտության բան է դառնում։ Այդ քանդակագործն էր պատճառը, որ նախագիծը սկսվեց, այս նախագիծը իրականում։ Ինքը չէ, համայնքային արվեստի մեջ չի, ատոմում, բայց համայնքային արվեստ սահմանում, ամերիկյան սահմանումը, եթե այդպես բան անենք, ընդունենք իբրև սահմանում, համայնքային այն ամեն ինչ, որ կատարվում այդ համայնքում։ Լայն իմաստով, այդ իմաստով նաև Գրիգորն է համայնքային արվեստ։ Նաև այդ իմաստով ես հաշվի առնելով իր ներկայություն այդ նախագիծը մենք այնտեղ բան ենք արել, որ կարող ենք հենվել իր վրա, բայց ինքը այնքան մոդեռնիստ է իր ամեն ինչով, որ համայնքային արվեստի համար դա թունավոր բան է, էլի։ Այսինքն անունը պիտի հնչի անընդհատ, ուշադրության կենտրոնում ինքը պիտի լինի, ինչ արվի իր համար պիտի արվի այնտեղ։ Ամբողջ նախագիծը ինքը կարծում է թե իր համար է այնտեղ ստեղծվել
եւ իրեն պիտի ծառայի, այս բաների մեջ է։ Դա ամենևին կապ չունի համայնքային արվեստի հետ, բայց այն որ նախագիծը հղացվել է, մտահղացումը եղել է, նաեւ այդ պատճառով որ այսինքն ինքը եթե այնտեղ չլներ, ես Արթաբլոր գյուղ չէի գնա, ու այդ պատմությունը չէր մտքիս մեջ ձևավորվի զարգանա։ Եվ բանա ինքը իր էսթետիկայով, իր վարքագծով, իր ակնկալիքներով ամենևին կապ չունի համանքայինի հետ, բայց այն միջոցները, որից որ ինքը օգտվում է, որպեսզի ինչ որ մի բան անի, դրանք համայնքային միջոցներ են։ Ասենք գյուղապետն ավազն ցեմենտը տալիս, որ ինքը այնտեղ բան անի։ Մի քանի տարի շարունակ այդ արվեստանոցը այդ վիճակում չէ։ Իհարկե, տրաքած վիճակում, հատակը ամբողջովին ջարդու փշի, ուր ապակիներ, պատուհան բան չկար, ինքը արվեստանոց էր ծառայացնում։ Այդ որ ասում եմ բազա արվեստագետի համար, սա նկատի ունեմ։ Չհասկանալով հանդերձ առանձնապես Գրիգորի արվեստի էսթետիկան, տվել էին իրեն այդ հնարավորությունը։ Համայնքի իրական նորմալ ղեկավարը ամեն ինչ հաշվում է, ամեն ինչ հաշիվ է։ Կյանքը զարգացնելու, տնտեսությունը զարգացնելու, մարդկանց այսպես, այդ թվում նաև ինչ որ մի արվեստագետ, որ հայտնվում է մի գյուղում, դառնում է շատ կարևոր գործոն այդ գյուղի համար։ Ոչ մի բան էլ որ չլինի այդ արվեստագետին ինչ որ նվազագույն պայման ստեղծեն, որ ինքն դեռ ինչ որ բան անի, գյուղապետը իբրև իրական վարչարար, չասենք քաղաքական բան, որտեվ քաղաքական չի։ Ինքը հաշվի առնում որ եթե այս մարդը սենց մի հատ մարդ է եկել գյուղ, իր մոտ գալու է, չգիտեմ ինչ հաճախականությամբ, ինչ որ քանակությամբ մարդիկ են գալու։ Հաստատ այդ եկողների մի ինչ որ տոկոսն էլ հայտնի մարդիկ են, ու դա կանոնավոր է։ Ու դա մի հատ մթնոլորտ է ստեղծում։ Ու դա նաև հնարավորություններ է ստեղծում, որ որոշակի ծախսեր արվեն այդտեղ, ինչ որ միջոցառումներ կազմակերպվեն, որը որ կոնկրետ բան է։ Ամբողջ արտանով արվեստագետը եւ այդ մարդիկ արվեստագետը պարզ մարդ չի։ Այսինքն նրանք սովորական մարդիկ են։ Եթե գանք տենց նշանային բաների, դեռ 50 տարի առաջ արվեստ նկարիչը սովորական մարդու համար կախարդի նման մեկն է։ Ոնց կարող ես կախարդի խորհուրդ տալ։ Հնարավոր չի։ Եվ այդ բաները մնացել է։ Հիմա նույնիսկ եթե կախարդ չեն համարում են տարօրինակ մի քիչ մարդ, մեկը տարօրինակ մարդուն չես կարող խորհուրդ տալ։ Խորհուրդ տվողը ինքն է, ներշնչողը, ոգեշնչողը, բանանողը, այսինքն այդպես է։ Կարող ես պաշտպանվել դրանից, որ հանկարծ նրա այդ ներշնչանքը, կախարդանքը քո վրա չազդի, եթե վախենաս, բայց չես կարող իրեն խորհուրդ տաս։ Այս բանը կա, էլի, հակասականությունը կա։ Բայց եթե ուժեղ լինես այնքան որպես ղեկավար, որպես մեկը, որ դա կհամարես հարստություն, որ տենց մի հատ մեկը կա իր ամեն ինչով քո կողքն է գտնվում։ Եվ կփորձես նպաստել։ Շատ հետաքրքիր է այդ տեսակետից։ Այդպես կայացած արվեստագետը համայնքում, երբ որ միջամտում է։ Ավելի բարդ է, երբ որ հենց այդպես աճում է։ Հենց այդտեղ, չգիտես ոնց, իբրև մի հատ բացառություն, իբրև մի հատ տարօրինակ բույս, անծանոթ բույս, չէ՞ որ տենց լինում են, ասենք, սովորական խոտերի մեջ մի հատ անծանոթ ինչ որ մի բան, չգիտես որտեղից քամինա բերած սերմը գցած լինում այդտեղ, թե ինչ, մեկ էլ ինչ որ մի բան, ինքը Բեյրութից է, բան, հայրենադարձ է, Հայաստանում մինչև Երևանում, մինչև երևի արեշցի էր, թե որտեղացի, մինչև 20 տարեկան ապրել է, այստեղ ընդունվել բան, ինստիտուտ, հետո տեղափոխվել է Էստոնիա, 20 տարի Էստոնիայում սովորել, վերջացրել, աշխատել, ստեղծագործել, արդեն բան է դարձել, Էստոնիայում է ինքը դարձել, էլի։ Հետո վերադարձել է Երևան, բայց չի մնացել, գնացել է Ամերիկա։ Մի 20-25 տարի էլ Գլենդելում։ Այսինքն իր կյանքի մեծ մասը ինքը դրսերում է ապրել, ստեղծագործել, բան արել, հետո ինչ-որ մի հատ
Վարդաբլուրցի կին իրան տեսել, ասել արի ես քեզ առնում եմ տանեմ։ Այսինքն կապ չունի Վարդաբլուրի հետ։ Իր խնդրեմը նաև այդտեղ է, որ իրեն տենց մեծ քաղաքներից, մեծ բաներից եվրոպական, ամերիկյան, հիմա Վարդաբլուրում է։ Եվ կինն էլ կարծում է գանձ է պահում այդպես իր հավակնություններով, որ ամուսնուն պետք է շատ բարձր պատվանդանի վրա դնել։ Իրականում հետաքրքիր արվեստագետ է եւ իր տեղը ունի իր ամեն ինչով, բայց իրեն որ լսես, ուրեմն ուրիշ բան չպետք է անես։